Այսօր երեկոյան իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներքին ընտրությունների միջոցով պետք է որոշի, թե առաջադրված 3 թեկնածուներից ով է դառնալու կուսակցության կողմից ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն։ ՔՊԻ-ի 20 անդամից բաղկացած վարչությունը պետք է ընտրություն կատարի 3 տարբերակների միջև՝ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությամբ հայտնի Ալեն Սիմոնյանի, ազգային ժողովի ամբիոնից իր հախուռն և երբեմն աղմկոտ ելույթներով հայտնի Ռուբեն Ռուբինյանի և քաղաքական ճանապարհին արդեն 3 կուսակցություն փոխած, ինչպես նաև իր կնքահայր Էդմոն Մանուկյանին քաղաքական դրդապատճառներով դավաճանած Հայկ Կոնջորյանի միջև։ Թեև Արմլուրը նախապես տեղեկացրել էր, որ քվեարկությունը լինելու է բաց, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՔՊ վարչության անդամներին զգուշացվել է գործընթացը կանցնի դռնփակ պայմաններում։ Քվեարկությանը նախորդելու է քննարկում, որի ընթացքում կուսակցականները պետք է ներկայացնեն թեկնածուների դրական ու բացասական կողմերը, վերլուծեն նրանց քաղաքական կշիռն ու խոցելիությունը և ի վերջո ընտրեն իրենց պատկերացմամբ ամենաքիչ խոցելուի թեկնածուին։ Բանն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում 3 թեկնածուներն էլ ակտիվ աշխատանքներ են տարել վարչության անդամների հետ, իրենց օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Լոբբիստական գործունեությամբ հատկապես աչքի է ընկել Ալեն Սիմոնյանը։ Ըստ տեղեկությունների, վարչությունում արդեն ունի առնվազն 4 հստակ ձայն՝ ի դեմս Հասմիկ Հակոբյանի, Սուրեն Պապիկյանի, Արայիկ Հարությունյանի և բնականաբար սեփական ձայնի։ Այս ընթացքում Սիմոնյանը ոչ միայն անձամբ է բազմաթիվ զրույցներ ունեցել կուսակիցների հետ, այլև միջնորդների և բանագնացների միջոցով փորձել է համոզել թիմակիցներին, որ իր թեկնածությանը փաստացի այլընտրանք չկա։ Մյուս կողմից Ռուբեն Ռուբինյանը վերջին օրերին գտնվում էր Ստրասբուրգում, ինչի պատճառով լոբբիստական գործընթացներում համեմատաբար պասիվ է եղել։ Այնուամենայնիվ, ՔՊԻ-ի ներսից Արմլուրին հայտնել են, որ Ռուբինյանի օգտին վստահաբար պատրաստվում են քվեարկել Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վիլեն Գաբրիելյանը և հենց ինքը Ռուբինյանը։ Էլի ստացվում է 4 ձայն։ Ինչ վերաբերվում է Հայկ Կոնջորյանին, ապա նա նույնիսկ վստահ չէ, թե իրենից բացի այլ ձայներ կունենա, եթե ոչ, ապա Արմեն Խաչատրյանը կքվեարկի։ Ըստ տեղեկությունների խոստացել է հուսախաբ չանել։ Վարչության մյուս անդամները՝ Գևորգ Պապոյանը, Արսեն Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Խուդատյանը, Արուսյակ Մանավազյանը, Ալխազ Ղազարյանը, Ռոմանոս Պետրոսյանը և Գնել Սանոսյանը ըստ ՔՊ ներսում տարածված խոսակցությունների ավելի շուտ նայելու են Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, հասկանալու համար, թե ինչպես պետք է քվեարկեն, կամ մինչև երեկո կստանան համապատասխան ազդակներ ու ուղերձներ այն մասին, թե փակ քվեարկության ընթացքում ինչ վարքագիծ պետք է դրսևորեն։ Կարճ ասած, ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցի վերջնական հանգուցալուծումը ըստ ամենայնի կախված է լինելու Փաշինյանի լռելային կամ չբարձրաձայնված որոշումից։ Թեև արդեն տեղեկացրել ենք, որ Սիմոնյանը բազմաթիվ թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, թե ունի Փաշինյանի այոն և նույնիսկ իր թիմում տոնական տրամադրություններ են սպասվող, հաղթանակը նշելու համար Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին չի պատրաստվում առանց պայքարի նահանջել։ Նա շարունակում է լրացնել բաց թողնվածը, թիմակիցներին բացատրելով, որ եթե Փաշինյանը իսկապես վերջնական որոշում կայացրած լիներ Սիմոնյանի մասով, անձամբ իրեն կհուշեր չառաջադրվել։ Քանի դեռ նման խոսակցություն չի եղել իր և վարչապետի միջև, Ռուբինյանի համոզմամբ որոշողը հենց ՔՊ վարչությունն է լինելու, որն էլ փակ քվեարկությամբ պետք է կատարի իր ընտրությունը։ Արմլուրը տեղեկացավ, որ ՔՊԱ-ականները հավանական են համարում, որ այսօր երեկոյան կայանալի քննարկումից հետո, երբ լսեն թեկնածուների քննարկումն ավարտվի, միանգամից բանավոր կորոշեն, թե ում թեկնածության վրա են կանգ առնելու և վարչության 20 անդամներով կքվեարկեն այդ թեկնածուի օգտին, որպես միասնական ՔՊ որոշում, բայց դա դեռ կարծիք է, ուստի իշխանական կուսակցության ներսում պայքարը շարունակում է մնալ բաց, թեկնածուները ակտիվ, իսկ վերջնական արդյունքը առայժմ անորոշ։